Հարգելի քաղաքացիներ, հիմա մենք մոտենում ենք կառավարության շենքի առջև եւ ներկայացնում ենք մեր պահանջագիրը։ Ցանկացած օրինագիծ ունի իր ժամանակը, որի դեպքում ինքը չի կարող վնաս պատճառել քաղաքացիներին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ ազգային ժողովը այս օրենքը նախաձեռնելիս եւ ընդունելիս պարտավոր էին հաշվի առնել երկու մարկա տնտեսական ճգնաժամը եւ քաղաքացիների զգալի մասի ծանր սոցիալական վիճակը։ Մենք պահանջում ենք ապա օրենքում կատարել հետեւյալ փոփոխությունները. Հետաձգել օրենքի կիրարկման 2011 թվականի հունվարի 1-ից նախատեսված ժամկետը 1 տարով։ Երկրորդ, էապես նվազեցնել կենտրոնական բանկի կողմից հաստատված պայմանագրերի անհիմն բարձր սակագները, բարձրացնել պատահարների հետևանքով վնասի փոխհատուցման առավելագույն գումարների չափը, ապահովելով ապահովագրական սակագների հետ դրանց խելամիտ հարաբերակցությունը։ Երրորդ, լրամշակել ապահովագրական ընկերությունների լիցենզավորման կարգը եւ ապահովել լիցենզավորման գործընթացի թափանցիկությունը։ Չորրորդ, օրենքից հանել սակագների ստորին շեմին վերաբերող սահմանափակումը, ապահովագրական ընկերությունների համար ստեղծելով ազատ մրցակցության դաշտ։ Հինգերորդ, օրենքի վերոնշյալ եւ այլ փոփոխություններ իրականացնելու նպատակով պահանջում են կառավարությունից մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը հրավիրել ազգային ժողովի արտահերթ նիստ։ Այլ տարբերակ չունեն, եթե իրենք ուզում են սոցիալական բունտ հասունացնեն, որովհետև հունվարի 1-ից արդեն իսկ ապահովագրական ընկերությունները եւ պատկան մարմինները վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով իրավունք կվերապահեն իրենց տուգանել 50,000 դրամով վարորդներին, սա կնշանակի ուղղակի իրենց դեմ հանել սեփական ժողովրդին։ Երբ մենք կգանք պատասխանը իմանալու, ամսի 23-ին թարմացված կառավարությունը կգործի եւ կարծում եմ պետք է պատասխան տա այս քաղաքացիական պահանջագրին։ Եթե պահանջները բավարար են, այդ ժամանակ ես հնարավորություն կունենամ ողջունել փոփոխություն։